զինվորները խոնարհվում են Հայաստանի գլխավոր դատախազի առաջ, նրան պատիվ են տալիս, շատ խոսակցությունների առիթ տվեց իրականում դուք որպես նաև պահեստազորի գնդապետ ինչ գնահատական կտայիք դրան, դա պրոտոկոլով է այդպես, թե չգիտեմ, ինչի մասին էր ընդհանրապես այդ պատկերը, որ ասես տարածվեց ու շատ զավեշտալի էր իրականում։ Այդ երկուսը հիմա այս պահին քննարկենք, հասկանանք։ Պարզ է, նախ ինչ վերաբերում է Մատենադարանին, սա նշեցիք մեր իշխանություններ, ես Հայաստանում չկա իշխանություն, որը կայացնում է ինքնուրույն որոշում։ Սովորաբար իշխանությունը որոշում կայացնելու իրավունքը եւ կարողականություն հստակ ձևակերպում ունի կառավարման տեսության մեջ։ Հայաստանում թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կառավարություն է Հայաստանում։ Սա պետք է հստակ ձևակերպել, որտեղ եթե ելման կետը մենք սխալ ենք դնում եւ ասում ենք Հայաստանի իշխանություն, հետո մեր մոտ նաեւ ներքին դիսոնանս առաջացնում իրենց քայլերը։ Չէ, իրենք կոնկրետ այս պահին սպասարկում են Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգային պետական շահերը, որը ստորադաս է Բրիտանիայի շահերին, այսինքն պատվիրատուն եւ շահառուն այն քաղաքականության, որ այսօր իրականացվում է Հայաստանի Հանրապետություն, նաև Փաշինյանի ձեռամբ, դա Բրիտանիան է։ Սա արձանագրենք։ Երկրորդ, ինչ տեղի ունեցավ Մատենադարանում։ Փաշինյանի ամբողջ գործունեությունը հետ պատերազմյան շրջանում, խոսքս 44 օրյայի մասին է, ընդամենը իր վրայից պարտության խարանը դեն նետելն է։ Մնացած ամեն ինչ ածանցվում է այդ գնահատականը կյանքի կոչելուն, ինքը մեղավոր չի, ինքը պատասխանատու չի, նախկինները, զինվորականները, Ռուսաստանը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, Թուրքիան, Ադրբեջան, բոլորը մեղավոր են իր պարտության համար, իսկ ինքը ժամանակ հանցանում էր ընդամենը վարչապետ,